ուրեմն այն ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ ու շարունակում է դեռ կատարվել։ Ինձ թվում է մենք բոլորս պետք է գիտակցենք, որ դա չի վերաբերվում միայն Գագիկ Ծառուկյանին, դա վերաբերվում է յուրաքանչյուր հայ մարդու, ով ինչ-որ հաջողությունների է հասել, հաջողակ մարդու, յուրաքանչյուր, ով ազգանպաստ, հայանպաստ գործողություններ է արել, բարեգործություններ է արել, օգնություն է ցույց տվել, իր հայրենիքի կողքն է կանգնել, ինչքան մարզիկներ կան, ինչքան սպորտի ոլորտում, ինչքան ոնց որ առաջ է տարել Գագիկ Ծառուկյանը իր ֆինանսավորումներով եւ ամեն ինչով, այսինքն վերաբերվում է բոլոր այդ մարդկանց, ովքեր որ տենց հաջողությունների են հասել ու մի բան էլ բարեգործություններ են արել, բայց չեն կզել Ալիևի ոտի տակի շան առաջ։ Սա է միակ պատճառը։ Դրա համար սա մեր բոլորիս խնդիրն է, ինձ թվում է մենք բոլորս պետք է Գագիկ Ծառուկյան լինենք եւ կանգնենք այդ մարդու կողքը։ Այս պահին, որովհետև ես շատ ոնց որ սովորական մարդ եմ եւ Գագիկ Ծառուկյանի, ասենք, երբեք Գագիկ Ծառուկյանի նման մարդկանց պես չեմ կարող, ասենք, տենց հաջողությունների հասնեմ բան, ես իմ նորմալ կյանքով, իմ համար, ասենք, բավարարում է իմ կյանքը ինձ, իմ ընտանիքին, ես ապրում եմ եւ գոհ եմ, որ Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ կան, ովքեր որ մարդկանց օգնում են, բայց համել իրանք են լավ ապրում, ես ասենք իրանց համար ուրախ եմ, ես ուրախանում եմ դրանով, իրանք իրավունք ունեն լավ ապրեն եւ մի գրամ նախանց չի կարա լինի այդ մարդկանց նկատմամբ, ես չգիտեմ ով կարա, ում հոգին կարա դրանից փառավորվի, որ Գագիկ Ծառուկյանին տենց այսպես տապալեցին գետին, այդ ոսկաներեք էլի բոզի տղեքը, բոզի տղու հրամանով, ասենք ուրիշ բառ մարդ չի կարա դրանց ասի, պարզապես, ասենք, դուք ոնց, ասենք էլի, ասենք, դուք ով եք, այ Ալիևի դամաշնի շնիկներ, դուք ով եք արա, որ այդ մարդուն տենց տապալում եք, այն պարագայում, երբ այդ մարդը, 70 տարեկան մարդը, ասենք ինքնակամ, ինքը գիտի, որ դուք շակալի նման գալու եք մտնեք իր տուն ու իրան ձերբակալեք ու ինքը գալիս է ձեր հետ։ Ժողովուրդ, խնդրում եմ էլի, ասենք ամոթա, խոսացեք, գրառումներ արեք, ոնց որ ռոլիկներ նկարեք, ձեր աջակցությունը հայտնեք, որովհետև էլի եմ ասում, սա չի վերաբերվում մենակ Գագիկ Ծառուկյանին, սա վերաբերվում է մեզ բոլորիս, որովհետև նույն Գագիկ Ծառուկյանի տեղը կարա ես լինեի, կարա իր դու լինեիր, կարար X-ը լիներ, կարար Y-ը լիներ, հասկանում եք, բոլորս կարայինք այդ Գագիկ Ծառուկյանի նման հաջողակ լինեինք մեր կյանքում ու մեր հետ նույնը կատարվեր, որովհետև մենք սկզբունքային մարդ ենք ու Ալիևի դամաշնի շան առաջ չէինք կզելու, հասկանում եք, Ալիևի ոտի տակի թուլի դեմը չէինք կզելու, դրա համար խնդրում եմ մի բան արեք, մի բան ասեք, աջակցեք, ցույց տվեք, որ դուք այդ ոչնչության գործողությունները չեք աջակցում, չգիտեմ, ասենք մարդիկ ոնց են ասում, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, բայց ես այս գործողություններից չեմ հասկանում, բայց արդարությունը թող հաղթի, բայց Գագիկ Ծառուկյանը, բայց այդ բայցերով տենց վիդեոռոլիկներ որ անում են, գոնե տենց բան արեք, այն որ տենց քաղաքականությունով չեմ զբաղվում, բայց Գագիկ Ծառուկյանը սենց, Գագիկ Ծառուկյանը նենց, գոնե մի բան ասեք, որովհետև էլի եմ ասում, ոչնչացնում են հայի ողնաշարը, դուք հասկանում եք, մենք այդ տենց մարդկանցով ենք, ասենք, հասկանում եք, Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ են հիշվելու, ովքեր որ, եթե Հայաստանը իհարկե ապրի, Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ են հիշվելու, հարգվելու, որպես
մեծատառով մարդ, ով հաջողությունների հասել է իր կյանքում, միլիարդների հասել է, ունեցվածք ձեռք է բերել, հալել է իրան, բայց սկզբունքները պահել է ու չի սրա նրա գիրկը թռե հարմար քաղաքական ինչ-որ պահին հա մտե ինչ-որ պահկվե ինչ-որ մի բանի հետևը, որ իր ունեցվածքին չկպնեն, դրա համար այսօր մենք բոլորս պետք է Գագիկ Ծառուկյան լինենք։